Վիճել։ Քո ամուսինը արձակվել է ինձ վրա։ Ու եթե նրա ձեռքին մկրատ լիներ, նա դա էլ կբանեցներ ինձ վրա։ Լավ էլի Ցոլակ։ Դու շատ լավ գիտես, որ Մուկուչը նման բան անող չի։ Դա նախկինում։ Իսկ հիմա Մուկուչը անկառավարելի է դարձել։ Ես կասեի ագրեսիվ վարքի տեր անձնավորություն։ Ինչ լոտոյի $1 միլիոն մասին խոսակցությունները սկսվեցին, Մուկուչն այլևս իրեն չի տիրապետում։ Լսի Ցոլակ։ Հələ հիշի։ Քանի անգամ եմ ես մեր տանը քո դեմը հաց դրել։ Քանի անգամ եք Մուկուչի հետ մեր տանը ասել, խոսել, ուրախացել, հա? Նման դեպքեր եղել է։ Եղել են ու շատ են եղել։ Ու ես հիմա քեզ խնդրում եմ, որ դու դա չուրանես։ Տիկին Աշխեն, թերի միջնակարգ կրթության բազի մասնագետը մտածում է, որ ես ներս եմ մտել վարսավիրանոց ու ամեն ինչ տակնու վրա եմ արել։ Թաղային Սահակին էլ ասել է, որ այդ վարկածը ստուգի։ Դե մարդ է էլի, ջղայնացած է եղել մի բան արել է։ Բայց եթե դու քո բողոքը հետ վերցնես, նա էլ իրանը կվերցնի, ես քեզ խոստանում եմ։ Այդ Մուկուչն է քեզ ուղարկել, որ ինձ համոզես։ Վայ, այս Ցոլակ, դու քո ասածին հավատում ես, հա? Մուկուչը, որ իմացավ, ես եկել եմ, նստել եմ, քո հետ խոսել եմ, շանոյինը կդնի գլխիս։ Ու քեզ էլ խնդրում եմ, որ հանկարծ իրան չասես իմ այցելության մասին։ Ուրեմն Թաղային Սահակն է գլխի գցել։ Ոչ էլ Թաղային Սահակը։ Նա ուղղակի եկել էր մեր տուն, Մուկուչի հաշվով մի քանի հարցեր տվեց։ Հա, ու իրանից էլ իմացա, որ դու բողոք ես գրել, այդքան բան։ Հիմա ինչ ես ասում, Ցոլակ ջան։ Տիկին Աշխեն, ես իմ դիմումը ետ կվերցնեմ։ Բայց Մուկուչը պիտի իմանա, որ ես դա արել եմ քո խնդրանքով։ Էդ է միակ պայմանը։ Էդ ինչ պայման ես դնում, այ Ցոլակ ջան, հա։ Քո ինչին է պետք։ Պետք է։ Մուկուչը պետք է իմանա, որ ես դա սեփական նախաձեռնությամբ չեմ արել, որ դաս լինի իր համար, այլապես նա կողոքեվորվի ու էլ ինչ-որ հիմարություններ կանի։ Դու համաձայն ես իմ պայմանին, Տիկին Աշխեն։ Եթե դա քո պայմանը, ուրեմն հա։ Տիկին Աշխեն, դուք հիմա պիտի հասկանաք, որ ես ձեզ շատ մեծ լավություն եմ անում։ Կարելի ասել, Մուկուչին փրկում եմ բանտից։ Շնորհակալություն, Ցոլակ Արանիչ։ Խնդրեմ։ Ես այսօր անպայման կխոսեմ Մուկուչի հետ։ Իսկ դու գնա ու քո բողոքը հետ վերցրու։ Կվերցնեմ։ Հաջողություն։ Դու սրան նայ է, արդեն ենքալ է հարստացելու հաբրգեր, որ լայախ չի անում վարսավիրանոց գա, վարպետ է տուն կանչում։ Ես մազերիդ որակահային լավացել է, ավթանդին։ Աշկիս գլուխդ լավ թանգանոց շամպունով ես լվում։ Հա, վարպետ Մուկուչ, դու ճիշտ նեք հատեցիր։ Մուկուչ, շենքում խոսում են, որ Ցոլակը քո վրա բողոք է գրել, հա։ Ասի դուք ինչի իրար հետ չունեք։ Դու Ցոլակը ինչ մարդա, որ ես մի հատ էլ իր հետ ունենամ, հա։ Կարաս ինձ ասես, ավտանդի լով է։ Մարդ է էլի։ Հա, ճիշտ ես ասում, մարդ է։ Բայց ոնց որ ողորմածիկ ուստես էր ասում, ասում եմ մարդ կա մարդ է, մարդ էլ կա, դուրս անգում ես, ասում եմ տունը մարդ չկա։ Ցոլակը ճիշտ է, մի քիչ ծանր բնավորություն ունի, բայց կարծում եմ հետը կարելի է լեզու գտնել։ Դու թող ինքը իմ հետ լեզու գտնի։ Ես դրա սփատը չեմ ուզում տենամել։ Լսիլ է։ Էն ավազակին գտան որ վրա դեր արցակել։ Չէ, դեռ փնտրում են։ Արա, բայց ես զարմանում եմ, գիտես, այդ մարդը ո՞րն էր իմացել, որ դու ես շահել իրեն։
Մոգոչ, քեզ ով ասել, որ ես շահել եմ։ Դու իսկապես հավատում ես, որ ես միլիոն եմ շահել։ Լավ, ավթանդիր շահել ես, լավ ես արել։ Թող շահողը մեր հարևանն է, մենք էլ ուրախանանք։ Հələ ճիշտն ասա։ Արդեն ինչքան ես ծախսել այդ փողի վրից։ Հա, բիծա։ Ay, Մոգոչ, դու ցիրկ ես լուրջ եմ ասում։ Դասի, ես միլիոն չեմ շահել, չնայած շատ կուզեի, որ շահեի, քեզ էլ մի լավ մաղարիչ կանեի։ Չնայած ճիշտ էլ անում ես, որ չես ասում։ Ես էլ լնեի չէի ասի։ Մոգոչ, ոնց որ արդեն շատ լուրջ ես խոսում, հա։ Հա, լրիվ լուրջ։ Հա։ Հա։ Դե հիմա ուշադիր լսի վարպետ Մոգոչ։ Դու կարող ես մտածում ես, որ ես եմ շահել։ Այդ քո գործն է, ինչքան ուզում ես մտածի։ Բայց ես դրանից միլիոնատեր չեմ դառնա, որովհետև ես, Մոգոչ ջան, միլիոն չեմ շահել։ Հասկացա՞ր։ Բա ով է շահել։ Ես ինչ իմանամ ով է շահել։ Թերթերում այդ մասին դեռ ոչինչ չեն գրել։ Վերջացրիր կարամ վեր կենամ։ Հա, բրծնում եմ։ Հա, դե արագացու։ Վաղ կամաց, Մոգոչ կամաց մի քիչ։ Ամպերի։ Ասում եմ կամացել է, հա։ Այ մարդ թարգի է։ Հա, վերջացրիր։ Հա։ Ուրեմն կանես ընեց, ոնց ես ասեցի, ամը։ Էլ ջան, պիտին գրուժն ուղարկել է։